Ժողովուրդ, քանի օր է ես մտածում եմ մի բանի շուրջ, անընդհատ մտածում եմ ինչն է պատճառը, որ մեր հայերի մեջ այս տիպի ատելություն կա։ Սա շատ լուրջ բան է, մանավանդ դեռահասների մեջ։ Սա խայտառակ վատ բան է։ Ու խնդիրը ինչումն է։ Ինձ թվում է 90% խնդիրը մեր շատ վատ անորակ ֆիլմերի եւ սերիալների մեջ է, որովհետեւ նրանք ընդօրինակում են այն ինչ տեսնում են այդ անորակ ֆիլմում։ Ֆիլմերում պետքա լինի դաստիարակչական, շատ պիտի լինի դաստիարակչական, որը չկա պակասումը, շատ ֆիլմերում չկա։ Միայն տեսնում ես անպատվություն, հայհոյանք, կիսա գողական ժարգոն եւ իրար չներել սպանություններ։ Բոլոր ֆիլմերում համարյա դա ես տեսնում, մանավանդ սերիալներում։ Եվ դա էլ նպաստում է նրան, որ այդ ամեն ինչը նրանց մեջ զարգանա։ Դա շատ սխալ է։ Ֆիլմերը պիտի լինեն այնպիսի ֆիլմեր, որ դաստիարակչական լինեն։ Ֆիլմը պիտի դաստիարակի դեռահասի մեջ հայրենասիրություն, առհասարակ մարդ տեսակը։ Ինչ մարդ պիտի դու լինես, որ բոլորը քեզ հարգեն, սիրեն, մարդ տեսակը պիտի ավելի առաջնահերթ լինի։ Օրինակ Ռոկի Բալբոա ֆիլմում, երբ ես այդ ֆիլմը նայում եմ, ամեն անգամ իմ հոգին փառավորվում է այդ ֆիլմը նայելուց։ Ֆանտաստիկ ֆիլմ է։ Մեծից փոքր սիրում են այդ ֆիլմը, որովհետև մարդ տեսակի մասին է այդ ֆիլմը։ Ռոկի Բալբոա ֆիլմը ստիմուլ է տալիս, որ դու քո ասպարեզում առաջ գնաս, առաջատար լինես, մրցակցության ստիմուլ է տալիս քեզ, լավ իմաստով մրցակցության, հասկանում եք, իսկ մեր մոտ լրիվ հակառակն է, մեր մոտ նախանձն է առաջին տեղում, բանսարկությունն է առաջին տեղում, անգամ քննադատությունը, երբ որևէ մեկին ուզում ես քննադատել, աշխատիր անել առողջ քննադատություն, առողջ քննադատության դեպքում ոչ մեկ չի նեղանա։ Առողջ հանդիմանության դեպքում մարդը երբեք քո հանդեպ չի լցվի ատելությամբ, որովհետև դա առողջ հանդիմանություն է եւ մարդը սիրով կընդունի դա, բայց մեր մոտ ամեն ինչ հակառակն է, մեր մոտ Հայաստանում շատ է, այս ատելության մթնոլորտը շատ է, մենք պիտի աշխատենք մեր վրա եւ հասկանանք, որ մեր թշնամին հայը չի, մենք ունենք թշնամի, բայց դա հայը չի, հիշեք։ Կան յան ազգանուն կրող որոշ սուբյեկտներ, ես դրանց մասին չեմ խոսում, որ նրանց ազգանունը յանով է վերջանում, դա չի նշանակում, որ նրանք հայ են։ Խոսքը նրանց մասին չի։ Ես խոսում եմ մեր մաքուր իրական հայերի մասին, որ մեկս մյուսին սկսենք սիրել ու հարգել հերիքա։ Ժողովուրդ, այս մթնոլորտը պետքա վերանա, այս չարությունը պիտի վերանա, առանց այն էլ մեր երկրում ոչինչ իր տեղում չի, ոչ մի բան մեր երկրում իր տեղում չի։ Մանավանդ այն ֆիլմերը, որոնք նկարահանվում են ու դեռահասին սովորացնում է դեռահասը լինի կոպիտ, վայրենի, անհանդուրժող, հպարտ, չհարգող, մեծին չպատվող, չգիտեմ ինչ է կատարվում։ Մենք պիտի աշխատենք մեր վրա, անգամ փողոցում նայում ես մեքենաները քշում են, այնքան են իրար սիգնալ տալիս, են որ իջնում է ուզում է մեկը մյուսին սպանի սիգնալի համար, անհամբերող, չեն համբերում, եղբայր համբերի, այդ կարմիր լույսին որ գնացիր հասար, միևնույն է կանգնելու ես սպասես, չէ։ Այդ որ բոլորի արանքներով մտնում գնում եք, միևնույն է, չէ, կարմիր լույսի տակ դուք կանգնելու եք, դուք չեք կարողանալու, չէ, թռնեք։ Ինչու՞մն է խնդիրը, որ իրար չեք հանդուրժում, չեք համբերում անգամ ճանապարհին։ Սա պիտի վերանա մեր ազգի մեջից։ Պիտի լինի, ես հիշում եմ, կարծեմ ժամանակին կար հանձնաժողով, էթիկայի հանձնաժողով էր, որը որ նայում էր ֆիլմը, հետո նոր որոշում էր այդ ֆիլմը պիտի եթեր գնա թե չէ։ Հիմա մենք չունենք այդ։ Հիմա մեր երկրում ոչինչ իր տեղում չի, չկա դա։ Բայց հավատացեք, շատ 90% այս ֆիլմերն են ազդում բոլորի վրա, մանավանդ դեռահասների, այս անորակ սերիալները, անորակ ֆիլմերը, որտեղ ծուր բերանով խոսում են, կիսագողական ժարգոնով, լկտի պահվածք, անորակ պահվածք է, դա մտնում է իրենց ենթագիտակցության մեջ եւ դեռահասներ ուզում են նմանվեն այդ ֆիլմի հերոսներին, ինչի։ Եթե դուք կարող եք արտադրել լավ ֆիլմեր, եթե դուք կարող եք արտադրել դաստիարակչական ֆիլմեր։ Դա է նպաստում, որ մարդիկ չարանում են, նայում են եւ սովորում են այդ ֆիլմի հերոսը ոնց է իրան պահում, նույն ձև ինքը պիտի իրան պահի։ Հասկանում եք խնդիրը ինչումն է։ Սա է ամբողջ խնդիրը։ Ֆիլմերը դեգրադացնում են դեռահասներին։ Վատ որակով, անորակ ֆիլմերը դեգրադացնում են դեռահաս տղաներին։ Ինչու՞ չէ նաեւ աղջիկներին։
Սա է ամբողջ խնդիրը։ Ֆիլմ արտադրությունը պիտի փոխվի, պիտի ամբողջությամբ վերափոխվի, վերանայվի եւ լինի հանձնաժողով, էթիկայի հանձնաժողով։ Էթիկայի հանձնաժողովը պիտի որոշի, այս ֆիլմը մտնում է եթեր թե ոչ։ Այս ֆիլմը ինչ է տալու մեր դեռահասներին, մեր երեխաներին։ Արդյոք դրական լիցք է տալու թե բացասական։ Թե փողոցային ժարգոն է նվիրելու, լկտի պահվածք է նվիրելու, սրա մասին է խոսքը։